Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, Հիսուս վերջացնում էր իր միսիան երկրի վրա եւ աղոթեց Տիրոջը, հոր առաջ եկավ աղոթքով։ Աղոթքը գրված է Հովանու ավետարանի 17-րդ գլխում եւ երկու համար պիտի կարդամ այստեղից։ Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ որպես միակ ճշմարիտ Աստծո եւ Հիսուս Քրիստոսին, որին ուղարկեցիր։ Ես քեզ փառավորեցի երկրի վրա, կատարեցի այն գործը, որ տվեցիր ինձ անելու։ Քո անունը հայտնեցի մարդկանց, որոնց աշխարհից տվեցիր ինձ։ Սա հաշվետվություն էր։ Սա մեծ հաշվետվություն էր։ Հիսուս նպատակով էր եկել աշխարհ եւ այդ նպատակը հետեւյալում էր, ինքը ներկայացնում է, որ ճանաչեն, թե ինչ է հավիտենությունը եւ ճանաչեն քեզ։ Ես քո անունը հայտնեցի մարդկանց։ Մեր կյանքում շատ բաներ սխալ են ընթանում մի շատ պարզ պատճառով, Աստծո մասին սխալ տպավորություն ունենալով, սխալ պատկերացում եւ սխալ ճանաչողություն ունենալու պատճառով։ Ոմանք Աստծուն պատկերացնում են, չգիտեմ, մի դահիճ, ոմանք պատկերացնում են ամենաթողության տանող Աստված, ինչ ուզում ես արա։ Տիեզերքն է համակարգված, մեր կյանքն է համակարգված, Աստված օրենքներով, 10 օրենքներով մեր կյանքն է կարգավորում, այնպես որ ամեն ինչ պիտի լինի օրինաչափության մեջ։ Հիմա փոխվում է մեր շուրջը ամեն բան։ Եվ ուզում եմ ասել, որ այս աշխարհի հույսը փոփոխությունն է։ Սպասում են, մենք էլ ենք ուզում։ Մարդկությունը սպասում է նոր փոփոխության, լավ փոփոխության։ Փոխվում են սահմանադրություններ, փոխվում են օրենքներ, փոխվում են հասարակարգեր։ Իսկ ինչ երաշխիք ունենք մենք, որ Աստծո խոսքը չի փոխվելու, Աստծո խոստմունքները չի փոխվելու, ինչ երաշխիք ունենք, որ Աստծո վերաբերմունքը մեր նկատմամբ չի փոխվելու։ Որպեսզի այս բաները հասկանանք, ուրեմն փորձենք ճանաչել Աստծուն։ Այսօր ես ուզում եմ ներկայացնեմ անփոփոխ Աստծուն, Աստված, որը չի փոխվում երբեք։ Այո, մենք հավատում ենք Աստծուն, իսկ ճանաչում ենք Նրան։ Սա շատ է կարևոր։ Աստծուն ճանաչելը պակաս կարևոր չի, քան Աստծուն հավատալը։ Որովհետև դու կարող ես հավատալ սխալ Աստծո, կարող ես երկրպագել սխալ Աստծո, որովհետև շատ կարևոր է, որ մենք իմանանք ինչպիսին է մեր Տեր Աստվածը։ Ըստ Աստվածաշնչի, Աստված անքննելի է, անքննելի են նաև նրա գործերը եւ Աստծո ճանապարհներն են անքննելի, սակայն նրան հնարավոր է ճանաչել։ Ինչու է այս հարցն այսքան կարևոր, որովհետև մենք նմանվում ենք նրան, ում երկրպագում ենք։ Սուրբ Գիրքը բազում տեղեր այս մասին խոսում է, բայց ես ընդամենը մի հատված կարդամ 135 Սաղմոսի 15 համարից։ Հեթանոսների կուրքերը արծաթ եւ ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր, բերան ունեն եւ չեն խոսում, աչքեր ունեն եւ չեն տեսնում, ականջներ ունեն եւ չեն լսում, եւ բնավ շունչ չկա նրանց բերանում, նրանց նման են նրանց շինողները եւ բոլոր նրանց հուսացողները։ Այն Աստծուն, որին դու պաշտում ես, որին երկրպագում ես, որի վրա քո հույսը դրել ես, դու նմանվում ես այդ Աստծուն։ Դրա համար մեզ պետք է ճանաչել ով է մեր Աստվածը եւ ինչպիսին է մեր Աստվածը։ Աստված իրեն հայտնում է Աստվածաշնչի միջոցով եւ մենք գիտենք այս մասին։ Աստված է ստեղծել մեզ եւ մեր ամբողջ կյանքի նպատակը մեր արարչին ճանաչելն է, որովհետեւ Հիսուսն ասում էր. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ»։ Աստծուն ճանաչելը մեզ մտածել է տալիս երկնքի մասին, ապագա փառքին հասնելու համար տալիս է համբերություն, վերափոխում է մեր մոտիվները եւ աճում է մեր վստահությունը Աստծո նկատմամբ։
Մենք պիտի գիտակցենք, որ Աստված է ամենակարևորը ամբողջ տիեզերքում։ Երբ մենք ճանաչում ենք մեր Արարչին, ավելանում է մեր վստահությունը նրա նկատմամբ։ Մենք ապրում ենք արագ փոխվող աշխարհում եւ երբ ճանաչում ենք, որ մեր Տերն անփոփոխ է, լցվում ենք հույսով եւ երբ դժվարությունների մեջ չարչարվում ենք, մեր աչքերը բարձրացնում ենք դեպի անփոփոխ Աստված։ Գիտնականները այս մեր երկիր մոլորակի մասին լավագույն կանխատեսումները չունեն։ Ասում են, որ երկրագունդն անցնում է համատարած վտանգներով, որոնց մենք ամեն օր հանդիպում ենք եւ հանդիպելու ենք։ Եվ մենք չենք պատկերացնում, թե ինչ հետևանքներ է ունենալու այդ փոփոխությունը։ Բայց Աստվածաշունչն ասում է, երբ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, նա բնակվում է մեր մեջ, երբ հավատում ենք նրան, մենք փրկվում ենք եւ նա մեզ վերստին ծնունդ է տալիս եւ կենթանի հույս է տալիս։ Առաջի Պետրոս առաջի գլխի 3-4 խամարներում գրված է. Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ ըստ իր առատ ողորմության մեզ վերստին ծնեց կենթանի հույսի համար, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելու միջոցով, այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է մեզ համար։ Ժողովուրդ, եթե այս հույսը մեր մեջ չլինի, մենք կկորցնենք մեզ, դուրս կգանք մեր սովորական ընթացքից, մեր ուղեցրից դուրս կգանք։ Բայց այս հույսը Աստված տվել է մեզ, որ մենք սրանով ապրենք։ Մենք ապրում ենք արագ եւ մշտապես փոխվող աշխարհում եւ կարիք ունենք կարճելու անփոփոխ Աստծուց։ Մեր Տերը երբեք չի փոխվում։ Այսօր շատ արագ տեղի են ունենում սոցիալական փոփոխություններ, հասարակությունը ծանրաբեռնված է ռասայական խնդիրներով, աղքատության խնդիր, հիվանդության խնդիր, անտունություն կա, անկայունություն կա, տնտեսական խնդիրներ կան, թմրամոլության խնդիր կա, հարբեցողության խնդիր, արագ գիտական փոփոխություն է տեղի ունենում, կրոնական փոփոխություն եւ շատ ուրիշ տեսակ փոփոխություններ եւ այս փոփոխությունների ժամանակ հարց է առաջանում կա ինչ որ բան որից կարող եմ ես կարճել կամ փոփոխ ինչ որ բան որին կարող ենք վստահել եւ գալիս է Աստվածաշնչի Աստվածը եւ հայտարարում է քանի որ ես Տերս եմ չեմ փոխվում դրա համար դուք կաք ամեն Հայտնի քարոզիչ Չարլզ Սպերջենը ունեցել է մի շատ սիրած թեմա, որին վերադարձել է նորից ու նորից, սա եղել է Աստծո անփոփոխության թեման։ Ինչու է դա կարևոր? Կարևոր է շատ պարզ պատճառով։ Մեջ եմ բերում մի հատված նրա այս թեմայով քարոզներից մեկից, մի հատված։ Աստված այսօր այնպիսին է, ինչպիսին եղել է միշտ։ Ամեն, միշտ, Աստված չի փոխվել և չի փոխվում։ Նա երբեք չի սկսել լինել, չի եղել ժամանակ, որ նա չի եղել, և չի լինելու ժամանակ, որ նա չի լինելու։ Նա չի փոխվում դեպի լավը, որովհետև նա կատարյալ է։ Կատարյալը չի կարող փոխվել և լինել դառնալ անկատար։ Աստված մարդ չէ, Աստված մարմին չէ, Աստված հոգի է, Աստծուն ոչ ոք չի տեսել, բացի նրանից, ով որ հոր ծոցում էր, որդին, սա հայտարարեց Հիսուս։ Աստված երիտասարդ չէ, ոչ էլ ծերունի, Աստված է, ժամանակի հետ նա չի փոխվում, նրան անհրաժեշտ չէ քայլել ժամանակի հետ, նա չի վերադառնում իր անցյալին, երբեք չի լավանում կամ չի վատանում, նա հավիտյան նույնն է, ոչինչը նրան չի կարող փակուղի մտցնել, նրա զորությունը հավիտյան չի պակասում, նրա փառքը երբեք չի խամրում, Աստծուն ում մենք երկրպագում ենք, հավիտյան եղողն է, նա Աստված է և չի փոփոխվում, ալելույա։
Ահա մեր Աստվածը, ում պիտի ճանաչենք։ Օրհնյալ լինի այն Աստվածը, որը փրկել է քեզ, որ գնահատելով թանկ գին է վճարել, որ դու այսօր այն դավանությունները, որ այստեղից հնչում են, սա իսկապես մեզ վերաբերվում են։ Առաջին բանը, որն ամենակարևորն է, այն է, որ Աստված չի փոխվում, Աստծո էությունը չի փոխվում։ Սաղմոսի 91-2 համարներում կարդում ենք. ով Տեր, դու մեզ համար ապավեն ես ազգից մինչև ազգ, դեռ որ սարերը չէին ստեղծվել, երկիրն ու աշխարհը չէիր ստեղծել, հավիտենից մինչև հավիտյան դու ես Աստված։ Ալելույա։ Մեր Աստվածը նորահայտ Աստված չի։ Մեր կրոնը նորահայտ կրոն չի։ Մենք հավատում ենք Արարչին, ով ստեղծել է երկիրը, երկինքը եւ ամեն բան, որովհետեւ մեր Աստվածաշունչը սկսվում է, սկզբում Աստված ստեղծեց ու շարադրում է, թե ինչը ստեղծեց։ Ուղղակի չես կարող գտնել մի բան, որը ինքը չստեղծեց։ Ամեն բան նրանով եղավ, ինչ որ եղավ։ Առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Ճանաչելով Աստծուն, իմանում ենք, որ նա անփոփոխ է մեր կյանքում։ Դրանից հետո գալիս է կայունություն։ Աստված մեր ամուր ժայռն է, մեր վեմն է, ում կարելի է, ավելին, անհրաժեշտ է վստահել անվերապահորեն։ Մենք աշխարհ ենք գալիս շատ կարճ ժամանակով, ուրախանում ենք, տխրում ենք, լացում ենք, ծիծաղում ենք, ծերանում ենք եւ մեռնում ենք։ Բայց Աստված անփոփոխ է։ Ես արդեն ասեցի, Աստված չի ծերանում, չի երիտասարդանում։ Աստված է, հավիտյան նույնն է։ Այսպիսին է անվերջանալի հոսքը մարդկության, ծնվել, մեռնել։ Աստված վեր է այս ամեն բաներից, որովհետև նա ստեղծված չէ, նա արարիչն է, ամեն արարածի, նա իմ Աստվածն է, ես նրան եմ հուսացել, ես չեմ ամաչելու, ալելույա, իմ Աստվածն անփոփոխ է, թող փոխվեն ամեն բան, թող փոխվեն եղանակները, թող փոխվեն կացուտաձևերը, թող փոխվեն հասարակությունները, թող փոխվի գիտությունն ու տեխնիկան, իմ Աստվածը նույնն է, հավիտյան։ Հակոբոսը գրում է իր թղթում առաջի գլուխ 17 խոսքում, ամեն բարի շնոր եւ ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում լույսի հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր, բնավ չկա, անգամ ստվեր չկա։ Աստված չի փոխվում։ Աստված անփոփոխ է իր սրբությամբ։ Նա սուրբ Աստված է։ Դրա համար էլ մենք երգում ենք սուրբ, 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 սուրբ է զորած Տերը։ Նրա սրբությունը չի փոխվում։ Սուրբ Գիրքն Աստվածաշունչն ասում է, Հայտնություն 4 գլխի 8-րդ խոսքում, Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր Աստված ամենակալ, որ է եւ որ գալու է։ Նա նույնն է, հավիտյան նույնն է, նա չի փոխվում։ Այսօր մեր անկայուն օրերում մենք ավելի քան երբեք այս ճշմարտության կարիքն ունենք։ Մարդիկ այսօր փնտրում են հանգիստ եւ անսասան կյանք։ Սիրելիներ, հրաշալի է լինել անփոփոխ Աստծո հետ, հուսալի եւ վստահելի բարեկամության մեջ։ Ալելույա։ Մնացեք անխախտ, անսասան, անփոփոխ Աստծո հետ ձեր հարաբերությունների մեջ։ Օրհնյալ է Տիրոջ անունը։ Աստված անփոփոխ է եւ սա մեզ ինչ է տալիս, հարցնում է ինչ որ մեկը։ Տալիս է այն, որ Աստծո խոստմունքներն են անփոփոխ։ Նա միշտ կատարում է իր խոստումները։ Աստվածաշնչի մեջ այնքան շատ են,
որ հաշվելն է անհնար։ Քանի որ Աստված անփոփոխ է, նրա խոստումներն էլ է անփոփոխ։ Դուք հանդիպել եք մարդկանց, որոնք ձեզ ինչ-որ բան են խոստացել եւ հետո չեն կատարել։ Հանդիպել եք, չեք հանդիպել։ Անհնար է չհանդիպել, որովհետեւ մարդիկ հիմա հենց կարծես թե եկել է մի ժամանակահատված, որ մարդիկ կենտրոնացած են մի բան ասել, բայց ուրիշ բան անել։ Աստված անփոփոխ է։ Աստված խոսք չի տալիս ու հետո այդ խոսքը մոռանում։ Աստված կատարում է իր բոլոր խոստումները։ Մի աստվածաշնչի ուսուցիչ փորձել է հաշվել աստվածաշնչի մեջ խոստումները, թե քանի խոստում կա Աստվածաշնչի մեջ։ Այդ նպատակով նա Աստվածաշունչը կարդացել է 26 անգամ, ամեն անգամ նշելով այդ խոստումների հատվածները, որ հանկարծ մի բան ոչ ավել լինի, ոչ էլ պակաս։ 1.5 տարի հանգիստ է վերցնում 26 անգամ ընթերցելուց հետո, 27-րդ անգամ կարդալուց, որպեսզի հաշվի նշված համարները։ Արդյունքում նա հաշվում է 7487-ը։ Հաշվարկը ցույց է տալիս, որ ամեն օրվա համար Աստվածաշնչի մեջ կա իմ եւ քեզ համար 20-ից ավելի խոստում։ Կա Աստվածաշնչի մեջ։ Աստվածաշունչը Աստծո խոստումների գիրք է, այս գիրքը Աստծո խոստումների գիրք է ամբողջությամբ, պատկերացնում եք 7487, միգուցե սխալներ կարող են լինել, պլյուս մինուս, մի քանիսը, կամ մի քանի 100, բայց սա մեր հաշվարկն է, իսկ ես հավատում եմ, որ սկզբից մինչև վերջ Աստվածաշունչը Աստծո խոստումներն են, սկզբից մինչև վերջ, նա գրվել է մեզ համար։ Եվ քանի որ Աստվածաշունչը Աստծո խոստումների գիրքն է, որոնք չեն փոխվում, Աստծո ամեն խոստումներն էլ անպայման պիտի կատարվեն։ Լսի, ես գիտեմ, սկիզբ վերցնելուց մարդիկ մտածում են, ես ուր ուզում ես տանի։ Այո, ես ուզում եմ, որ ինչ որ տեղ տանեմ ձեզ։ Եվ ձեզ ուզում եմ տանել մեր անփոփոխ Աստծո մոտ։ Ես հենց տեղ եմ ուզում տանել։ Դուք ճիշտ եք ենթադրում, որ ես ուզում եմ ինչ որ տեղ տանեմ։ Երկրորդ Կորինթացիների առաջի գլխի 20 համարում գրված է, որովհետև որքան Աստծո խոստումներ կան, ես արդեն ասեցի, ուշադրությունն էստեղ, ես եմ խոսում, լսեք Աստված մեզ հետ ուզում է խոսել իր խոսքով, ես արդեն ասեցի 7000-ից ավելի խոստում, Պողոս առաքյալն էլ ասում է, որքան Աստծո խոստումներ կան, 7000-ից ավելի, նրանում է այոն, ուստի և նրանով ամենը մեր միջոցով Աստծո փառքի համար։ Դուք լսեցիք, որքան կա, ես արդեն ասեցի, այդ մարդը տարիներ շարունակ ուսումնասիրել է, որպեսզի բոլոր խոստումները հաշվի, և 7400-ից ավել, և հիմա Պողոսը պնդում է, որ այդ բոլոր խոստումները, որոնք կան, նրանում է այոն և նրանով է ամենը մեր միջոցով, Աստծո փառքի համար։ Ահա թե ինչ է նշանակում ունենալ անփոփոխ Աստված, որ չի փոխվում ինքը, չի փոխվում իր բնությունը, չի փոխվում իր սրբությունը, չի փոխվում իր խոսքը, չի փոխվում իր խոստումները։ Հալելույա։ Ինչ որ նա ասել է, պիտի կատարվի քո կյանքում։ Չհավատաս չի կատարվի։ Ես խոստումների, Աստծո խոստումների մասին եմ խոսում։ Բայց լսեք, Աստծո խոստումները միայն դրական չեն, Աստծո խոստումները չհավատացողների համար նաև բացական երանգ ունեն, այնպես որ ուշադիր լինենք։ Մեկը կարծնի իսկ մեր կյանքում այդ ամեն խոստումները ինչու չեն կատարվում։ Նախ պիտի Աստվածաշունչը կարդաս, որ իմանաս,
այդ մասին, հետո պիտի խնդրես, հետո Աստված իր կամքի համաձայն, իր ինքնիշխանության համաձայն խնդրվածքներին կպատասխանի։ Աստված մեր գրպանը չի գցում որևէ տեսակորտնություն եւ մեր բարձի տակ չի դնում որևէ տեսակորտնություն, որովհետեւ մեր Փրկիչն ասում էր խնդրեցեք եւ կտրվի ձեզ, փնտրեցեք եւ կգտնեք, թակեք եւ կբացվի ձեզ, որովհետեւ խնդրողը կստանա, փնտրողը կգտնի եւ թակողին կբացվի։ Արեք, ժողովուրդ, արեք։ Մենք այստեղ չենք հավաքվել չգիտեմ, ժամանակ չենք վատնում։ Մենք հավաքվել ենք, որպեսզի Աստծո խոսքի ճշմարտությունների մասին խոսենք։ Այո, Աստծո խոստմունքները ճշմարտություններ են։ Այո են եւ ամեն։ Աստված ամեն խոստումներ, որ տվել է, վրեն գրված է, դաջված է։ Այո, ամեն հավատացողի համար, մեզանով Աստծո փառքի համար։ Եվ երբեմն որ ինչ-որ մեկի կյանքում դա տեղի է ունենում, մենք սա հրաշք ենք համարում, այն դեպքում, որ դա պիտի լինի սովորական մեր առօրյան։ Եվ գիտեք ինչու՞մ է խնդիրը, որ մենք շատ հաճախ բոլոր հրաշքները, որ մեր կյանքում տեղի են ունենում, դրանք կարծես թե մտածում ենք, թե այդպես էլ պետք է լինի։ Դու այսօր առավոտ արթնացել ես, հրաշք չի։ Բա կարծում եք ինչ, ոնց է պատահում հանկարծ, որ մեկը չի արթնանում։ Հրաշքա, որ չի արթնանում։ Ես արթնացել եմ, դու արթնացել ես։ Ես եկել եմ Տիրոջ տուն, եկել եմ նրան հանդիպելու։ Ես կենդանի եմ եւ նա այստեղ է, որ ինձ հանդիպի։ Որովհետեւ ինքն է խոստացել, որտեղ 2-3 հոգի հավաքվեն իմ անունով, ես նրանց մեջ եմ, նա մեր մեջ է։ Չես ուզում հավատաս, մի հավատա, քո խնդիրն է, նա ինքը զորով քեզ չի ասի, հավատա, բայց ինքը խոսք է տվել։ Հեսուի առաջի գլխի 8-9 խոսքերում կարդում ենք. օրենքի այս գիրքը քո բերանիցը չի հեռանա, այլ գիշեր ու ցերեկ զրա վրա մտածես, որ նրա միջի բոլոր գրվածները պահես ու կատարես, քանի որ այն ժամանակ քո գործերն առաջ կտանես եւ այն ժամանակ հաջողություն կգտնես։ Ահա քեզ պատվիրում եմ, զորացի ու քաջասիրտ եղի, մի վախեցիր, մի զարհուրի, քանի որ քո գնալու բոլոր տեղերում Տեր Աստվածը քեզ հետ է։ Անփոփոխ Աստված տալիս է խոստում, որի վրա կնքված է։ Այո, ամեն։ Տերն ինձ հետ այստեղ է։ Տերը քեզ հետ այդտեղ է։ Տերն ամեն տեղ է, որովհետև նա անփոփոխ Աստված է։ Չի փոխվել նաև նրա տված բարոյական օրենքները, չի փոխվել, որովհետև անփոփոխ Աստված չէր կարող տալ փոփոխական օրենքներ։ Ոմանց երբ որ հիշացնում ես Աստվածաշնչի այդ բարոյական 10 օրենքներն, ասում են դա օրենք է, կարծես թե Աստված, մինչև Հիսուս Քրիստոս, մի ուրիշ Աստված էր, Հիսուս Քրիստոսից հետո մի ուրիշ Աստված։ Աստված նույն Աստվածն է, անփոփոխ Աստվածը, հավիտենական Աստվածը, երբեք չի փոխվում։ Նրա տված բարոյական օրենքներն էլ։ Նայեք իմ սիրելի քույրեր, եղբայրներ, այս օրենքները, ես չեմ մարդկանց մոտ սխալ հասկացողություն կա։ Երբ որ ասում ենք մենք օրենքով չենք արդարանում այլ շնորհքով, մարդիկ մտածում են, ուրեմն այս օրենքը դեն է գծած։ Այս օրենքը դեն չի գծած, Պողոս առաքյալն ասում է, Աստված միթե դեն գծեց այդ օրենքը։ Ոչ, դեն չգծեց։ Ինչու տվեց շնորհքը, որ այս օրենքները մեր կյանքում կատարվեն։ Եթե դու գողանում ես, էլ ոչ մի շնորհքի հետևից մի գնա։ Մենակ ողորմության հետևից գնա, որ Աստված քեզ ների։ Հասկանում ես։ Երբ որ դու շնանում ես, մեղա։ Էլ ոչ մի շնորհքը քեզ չի փրկի։ Քեզ Աստծո ողորմությունը կփրկի, ապաշխարությունը կփրկի, Հիսուսի արյունը կփրկի, ապաշխարի Տիրոջ առաջ ու ազատվի քո արատներից ու մեղքերից, որովհետև Աստված
չի փոխվում, իր օրհնությունները, իր խոստումները չի փոխում, նաև այս օրենքները արհամարողների պատիժը չի փոխում։ Բա մենք շնորհքի տակ ենք։ Շնորհքի տակ եղողը շնորհքով կդատվի, առանց շնորհքի կդատվի, օրենքի տակ եղողը օրենքով կդատվի, եւ օրենք չունեցողը առանց օրենքի կդատվի։ Չեք կարդացել Սուրբ գրքի մեջ, որովհետեւ մեր Աստվածը անփոփոխ Աստված է։ Իմ Աստվածը հավիտենական Աստված է, նա ինձ երբեք հուսախաբ չի արել եւ չի անի։ Գիտեք, մեզ թվում է թե հանկարծ մի օր մենք չենք զգում Տիրոջ ներկայությունը, մտածում ենք Աստված մեզ թողել է, Աստված մեզ երբեք չի թողում։ Աստված եթե մեզ թողի, մենք կկործանվենք հենց նույն վայրկյանին։ Աստված մեզ հետ է։ Երբեմն Աստված ծածկում է իր երեսը, որ մենք ամաչենք, որ նրա կարիքը, նրա պակասությունը զգանք, եւ Դավիթը երբ որ մի օր զգաց, որ Տիրոջ ներկայությունը ինքը չի զգում, ասավ. Տեր, դու թաքցրել ես քո երեսը եւ ես չփոթվեցի դրա համար։ Այո, Աստված կարող է երեսը դարձնի ինձանից էլ, քեզանից էլ ծածկի, որ մի հատ մենք սթափվենք։ Պատահել է, որ դուք ձեր երեխաներին, փոքր երեխաներին ձեր կարևորությունն ընդգծելու համար մի հատ հանկարծ իրան թողել եք մենակ սենյակում, իհարկե դռան անցքից կամ որտեղից նայել եք թե ինչ ան, որ հանկարծ սխալ բան չանի։ Եվ երեխան խուճապի է մատնվել, էս ինչ եղավ, էս իմ մաման, էս իմ պապան, էս ուր գնաց, ինչ եղավ։ Հետո երբ որ հայտնվում եք դուք երկնքից, երեխան ինչ եմ պատմում, իմ կյանքն եմ պատմում, լավ։ Եթե դու այդպիսի կյանք չունես, ուրեմն լավ պապիկ չես։ Հասկանում եք իրար, ինչ ենք ասում, փառք Տիրոջը։ Այո, Հիսուսն ասավ, ես չեկակ հանդելու, այլ կատարելու օրենքը, ճշմարիտ ասում եմ ձեզ, մինչև երկինք եւ երկրի անցնելը, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր չի անցնի, մինչև ամբողջը չկատարվի։ Ամեն։ Շատ տարիներ առաջ էր մի, չգիտեմ, կարծես Կորեայից մի միսիոներ եկավ մեր եկեղեցու պաշտամունքին, վերջում մոտեցավ ինձ, ասավ. Ռուբիկ եղբայր, իմիջայլոց ասեմ, այս եկեղեցուն հիմնադրված օրից մեր եկեղեցու այս ճակատային մասը զարդարել է Աստծո 10 օրենքները։ Եվ ես հավատում եմ, որ ինձանից հետո էլ սրանք կզարդարեն, քանի դեռ Հիսուս չի եկել ու տարել։ Ամեն։ Ամեն։ Եվ ինձ հարցրեց, ասավ. Ռուբիկ եղբայր, ուզում եմ իմանամ, այս օրենքները խի եք սեղ գրել։ Ասեցի, որովհետև Աստվածաշնչի մեջ էլ է գրված։ Դե ասում ինչ նկատի ունեք, իսկ ինչու պետքա չգրեինք։ Դե ասում մարդիկ կնայեն ու կհանդիմանվեն։ Օհո, ուրեմն մենք ճիշտ 10-ին ենք կպնում։ Հենց թող նայեն ու հանդիմանվեն ու ապաշխարեն ու փոխվեն։ Եթե քրիստոնյա դառնալուց հետո չի փոխվում, դա ողբերգություն է։ Եթե գողը շարունակի գողանալ, ամբարոն դա ամբարություն անի, ինչ քրիստոնյության մասին է խոսքը։ Մեր հավատքը եթե մեզ չի փոխում, ուրեմն դա սխալ հավատք է։ Մեր Աստվածը եթե մեզ չի փոխում, ուրեմն նա ճիշտ Աստված չէ։ Մեր Աստվածը մեզ փոփոխության է կանչում։ Ամեն։ Մեր Աստվածը անփոփոխ է, բայց մենք փոփոխական։ Եվ քանի որ մեր Աստվածը կատարյալ է, նա փոփոխության կարիք չունի, բայց քանի որ մենք շատ անկատար ենք, մենք կատարելությանը գնալու կարիք ունենք։ Եբրայեցիս թուղթն այս մասին է ասում, գնանք կատարելությանը, 6-րդ գլխի կարծեմ 2-3 խոսքերն է։ Ամեն։ Գնանք կատարելությանը։ Ես անկատար եմ, ես ամեն օր փոխվում եմ, ես լավը չեմ, մի օր բնավորությանս ես մի դրսևորումն է ինձ խանգարում եւ ասում եմ Տեր ազատի ինձ, փոխի ինձ։ Կա մեկը, որ արդեն փոխվել է, ամբողջությամբ։ Եկեք ինձ խորհուրդ տվեք, տեսնեմ ոնց է հաջողվել, ինձ դեռ չի հաջողվում, ես դեռ ընթացքի մեջ եմ, ես դեռ կատարելության չեմ հասել, եւ ես գիտեմ, որ կատարելության կհասնեմ, երբ որ տեսնեմ Հիսուս Քրիստոսին, այնպես ինչպես որ ինքը կա։ Ամեն։ Օրհնյալ լինի քո Տեր Աստվածը, չի փոխվում նրա օրենքները, չի փոխվելու երբեք։
Քեզ հետ է քո Տեր Աստվածը, ուր էլ որ գնաս, սա խոստում է, ուր էլ որ գնաս։ Այս մի ամսվա մեջ այնպես ստացվեց, որ ես անսովոր, չգիտեմ, 3 ուղևորություն մի ամսվա մեջ մի քիչ շատ է։ Անկեղծ ասեմ, սկզբից ուզում էի սկզբից մի քիչ տենց բան անեի, իրա հետ էի, մեկ էլ ասեցի, լավ, թողնես քաղցր մեղցր բան չթվա, կարոտել եմ ձեզ։ Որտեղ որ ես էի, գիտեի, որ Աստված ինձ հետ է։ Հատկապես երբ որ ինքնաթիռները թռնում են եւ ինքնաթիռները փափուկ վայրեջք են կատարում, մի ծափահարություններ, ես գիտեմ ինչա տեղի ունենում, մարդկան, տեսնես, ես գիտեմ, որ իմ Աստվածը ինձ հետ է, տեսնես պետք չի, տեսնել պետք չի, նա խոստում ունի, ես խոստում ունեմ, ուր էլ որ գնաս, ես քեզ հետ եմ, եւ վերջ։ Ժողովուրդ վստահեք Աստծուն, շատերս հավատացյալ լինելով ավելի անհավատ ենք դառնում։ Իսեր Աստծո, այս խոսքը ինչի համար է, կարդացեք Սուրբ Գիրքը, անկեղծ ասեմ, մի նեղացեք, ով Աստվածաշունչ չի կարդում, ինքը հավատացյալ լինել չի կարող։ Ինքը կլինի սուտ հավատացյալ, ներիր ինձ, խոնարհաբար, ծնկի կգամ քո առաջ կխնդրեմ, կարդա Աստվածաշունչը։ Եթե Աստվածաշունչ չես կարդում, քո հավատքը ինչի վրա է հիմնված։ Մեր հավատքը Աստվածաշունչի վրա է։ Ամեն։ Ուզում ես իրար հետ մի բան անենք, գոնե սա պարտավորեցնի մեզ։ Բարձրացրած ձեռքդ ասա ամեն օր պիտի կարդամ Աստվածաշունչը։ Դու ասեցիր։ Օրհնյալ լինի Տեր Աստվածը։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եսայա 40:41-10 գրված է. Մի վախեցիր, քանի որ ես քեզ հետ եմ, մի զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ, քեզ պիտի զորացնեմ եւ քեզ օգնություն պիտի անեմ ու իմ արդարության աջով քեզ պիտի բռնեմ։ Եթե անգամ սայթակեք, եթե անգամ ընկնեք, ուրեմն իմացեք իր արդարության բազուկը քեզ ա ուղղված, որ քեզ բարձրացնի։ Այն որ ասում էր, սպասելով սպասեցի եւ հայտնվեց ինձ Տերը, ինձ հանեց տիղմոտ ցեխից, վեմի վրա հաստատեց, իմ գնացքը, իմ ընթացքը հաստատեց։ Այո, մենք երբեմն սայթակում ենք ժողովուրդ, մենք իդեալական չենք։ Ես չեմ խոսում, չգիտեմ, անբարո բաների մասին, սովորական ընթացքի մեջ, մի բառ ավել ասեցիր, մի բառ պակաս ասեցիր, մի քիչ ավել տվեցիր, մի քիչ ավել վերցրեցիր։ Մենք չափազանցնել գիտենք, երբ որ մեր օգտին է, եւ պակասեցնել գիտենք, երբ որ մյուսի օգտին է։ Եվ էդ էլ գիտենք, որովհետեւ մենք նույն խմորից ենք ունցված։ Բայց այդ ամեն ժամանակ պիտի իմանանք, որ Աստված իր արդար ձեռքը պարզելու է, Աստված միշտ արդարության կողմն է լինելու։ Չպնդես քո անարդարությունը, որքան շուտ խոստովանվես, մի քիչ էլ ամաչես, բայց ազատվես այդ արատից։ Ամեն։ Խոստովանությունը հանգիստ բան չի, որ ասում ես կներես, սխալվեցի։ Շատ դժվար բան է, բայց արեք։ Դրանով դուք ազատվում եք ընդհանրապես, քան ձևացնել, թե ամեն բան լավ է։ Ամեն բան լավ կլինի, եթե խոստովանվես ու ազատվես։ Ամեն։ Հակոբոս առաջի գլխի 5-րդ խոսքը, բայց եթե ձեզանից մեկը իմաստության պակաս ունի, թող խնդրի Աստծուց, որ բոլորին առատությամբ տալիս է եւ չի նախատում եւ կտրվի նրան։ Իմ Աստվածը խոստացել է առատորեն տալ, երբ որ ես ասում եմ, Տեր, ինձ իմաստություն տուր։ Բայց երբ որ ես իմ մտքում մտածում եմ, բոլորից է շատ գիտեմ, էլ ինչ է ինձ պետք։ Ոչինչ չես ունենա։ Հավատացնում եմ իմ բոլոր աղոթներում ես խնդրում եմ, Տեր ինձ իմաստություն տուր, որովհետև մարդկանց հետ գործ ունենալը շատ հանգիստ չի, բոլորովին հանգիստ չի։ Հիմա ես նայում եմ ձեզ, բոլորդ նայում եք, ես չգիտեմ ում սրտում ինչ է տեղի ունենում, ով է ինձ քննադատում, ով է ինձ հավանում, ով է ծափ տալիս, ով ասում երբ ես վերջացնելու, ես չգիտեմ։ Բայց ես գիտեմ մարդուն, որ տարբեր են։ Եվ դրա համար, որպեսզի տարբեր մարդկանց հետ ես կարողանամ ամեն մեկին համապատասխան վերաբերմունքով վերաբերում, ես այդ իմաստությունը չունեմ, խնդրում եմ, Տեր, տուր ինձ այդ իմաստությունը։ Իսկ խոստում ունեմ, նա տալիս է առատությամբ,
ու չի նախատում եւ վերջ, չի նախատում։ Աստված չի ասում, Ռուբիկ, ինչու ես այդքան տգետ, ինչու ես այդքան անխելք։ Աստված ասում է, ուզեցիր, պակասա, ստացի, վերցրու։ Առաջ Հովհաննես 1:9 գրված է. իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, մեր մեղքերը ներելու եւ սրբելու մեզ ամեն անիրավությունից։ Լսեցիր, անիրավություն ես արել, շտապի խոստովանել Տիրոջդ, գնա Տիրոջ առաջ, ասա անիրավություն եմ արել, գողացել եմ, զրկել եմ, բամփասել եմ, սխալ եմ ներկայացրել, չափազանցրել եմ, ների Տեր, եւ գրված է, նորից կարդամ։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար։ Ես եթե հանկարծ այստեղ ավելացնեմ, ամփոփող է, իր մտքերում չեք նեղանա, չէ՞։ Այո, հավատարիմ է եւ արդար մեր մեղքերը ներելու եւ սրբելու մեզ ամեն անիրավությունից։ Ամեն անիրավությունից։ Մեծ անիրավություն, փոքր անիրավություն, զանցանք, մեղք, հանցանք, Հիսուսի այրունը սրբում է մեզ, եթե խոստովանում ենք։ Խոստովանությունը շատ հզոր միջոց է։ Քո երեխան ինչ էլ որ արած լինի, երբ որ գա ու քեզ ասի, հայրիկ, մայրիկ, տատի, պապի, ների ինձ, քարից եթե փափուկ է սիրտը, դու նրան կներես անմիջապես։ Իսկ որքան էլ փորձի, ձևանի թե ոչինչ էլ տեղի չի ունեցել, վաղն էլ մի հատ չգիտեմ, պաղպաղա քեզ համար գնի, միևնույնն է, դա ապաշխարություն չի։ Ապաշխարությունն են, որ ների, սխալվել եմ, էլ չեմ անի։ Ներողությունը նաև նշանակում է, որ էլ չեմ անի։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, Աստծո խոստումներն Աստծո բնության մի մասն են։ Երբ հանդիպում ենք դժվարության, անհաջողության, դժբախտության, մի մոռացեք ամփոփող Աստծուն, նրա խոստումները, նաև նրա հավատարմությունը, ամեն օր վերցրեք Աստվածաշունչը, կարդացեք եւ հավատքով խնդրեք Տիրոջը, որ ձեր կյանքում կատարվեն նրա բոլոր խոստումները։ Ամեն, ամեն։ Աստված ամփոփող է իր սիրո մեջ։ Ամեն։ Հռոմացիս 5:8, բայց Աստված մեր հանդեպ իր սերը հայտնեց, երբ դեռ մենք մեղավոր էինք, Քրիստոս մեր փոխարեն մեռավ։ Ալելույա։ Երեմիա 31:3, հերվից է երևացել ինձ Տերը, թե հավիտենական սիրով սիրել եմ քեզ, դրա համար էլ քաշել եմ քեզ։ Ալելույա։ Աստծո սերը ամփոփող է, հավիտենական է, հավիտենական սիրով։ Սերը չի վերջանում, իսկական սերը չի վերջանում, ժողովուրդ։ Իսկական սերը չի վերջանում։ Ոչինչը չի վերջ տալիս, վերջակետ չի դնում սիրուն։ Սերը մնում է հավիտյան, հավիտյան, հավիտյան։ Հնարավոր չէ կարդաս գոնե մեկ գլուխ Աստվածաշնչից եւ այնտեղ չհանդիպես գոնե մեկ խոստում։ Սա պետք է լինի տևական, ամեն օր եւ միշտ կարճեք ամփոփող Աստծուց եւ նրա ամփոփող խոստումներից, ամեն օր եւ ամեն ժամանակ։ Ալելույա։ Եթե մեկը Աստծո խոսքը լսում է միայն եկեղեցում, ինքն էլ եկեղեցի է գալիս ամիսը մեկ, այդ սիրելի մարդուն ուղակի խնդրեմ, աղաչեմ ու ասեմ, որ փոխի վերաբերմունքը թե Աստվածաշնչի նկատմամբ, թե եկեղեցու նկատմամբ։ Եթե ուզում է, որ իր կյանքում Աստծո խոստումները իրականանան։ Կիրակի օրը արթնանում ես, ինչ Տերը ամփոփող Աստված, ամփոփող օրենք է սահմանել, 6 օր, այսօր պահեք, հա, կարծում եմ Տիրոջ օրենքները ավելի կարևոր են, քան 6 օր զգուշացիր հանգստության օրը, սուրբ պահել, ինչպես քո Եհովա Աստվածը քեզ պատվիրեց, 6 օր աշխատես եւ բոլոր գործերդ անես, բայց 7-րդ օրը սա օրենք է, չի փոխվում, չի փոխվելու երբեք, 6 օր աշխատել ես, հիմա պնդում են որ օրն է, մահմեդականները ուրբաթ օրն է իրանց սուրբ օրը,
հրյաների համար, շաբաթ օրնա քրիստոնյաների համար կիրակի օրնա։ Լավ, դարձրա քո ուզած օրը, քո հանգստի օրը, բայց 6 օրից հետո այդ օրը պահի, այդ օրը հանգստացի, այդ օրը Տիրոջ առաջ երևա։ Դու եկել ես Տիրոջ առաջ երևալու, չես եկել իմ առաջ երևալու։ Ես էլ քո առաջ երևալու չեմ եկել։ Եկել եմ Տիրոջ առաջ երևալու։ 6 օր աշխատեք, 7-րդ օրը Տիրոջը հանդիպելու եկեք, Տիրոջ տուն, Տիրոջ առաջ երևալու եկեք։ Եվ այն ինչ էլ որ հետներդ բերում եք, մեծ թե փոքր, շատ թե քիչ, երևի դուք նկատել եք, որ մենք այստեղ փոխհավաքելու ագիտացիա չենք անում եւ չենք արել եւ չենք անելու։ Աստված մեզ ապահովում է։ Սրտի հոժար խոսք, ով է ուզում ես, չես ուզում, ըստ քո հավատքի, Տերն ասում էր, իմ առաջ գալուց էլ դատարկ ձեռքով չկաս։ Ես մի անգամ լսում էի տարիներ առաջ էր, բոնկեին, որ ասում էր, երբ որ ես տեսա, որ Աֆրիկայում երեխաները իրանց բաժին, օրաբաժին շաքարը իրանց ձեռքի կեղտոտ ձեռքերի մեջ բռնած, հալացնելով այդ շոքին բերում են, ես ասեցի, ես երկրին արթնություն է սպասում։ Հասկանում եք։ Մարդը իրա չունեցած է, քիչ է, Աստված միթե այդ կեղտոտ շաքարի կարիքն ունի։ Ով էր կարդաց, որ դու կարդացիր։ Իմն ամեն ինչ ես սովեմ քեզանից բան չեմ ուզի։ Տիրոջ նա երկիր եւ նրա լիությունը, Աստված մեր տված այդ կոպեկի կարիքը չունի, մենք մեր կռապաշտությունից, մեր արծաթասիրությունից ազատվելու կարիք ունենք, որովհետև դժվար է ամեն անգամ, երբ ձեռքդ տանում ես գրպանդ, անմիջապես մտքովդ անցնում այն փոքր մանրադրամը վերցնեմ տամ։ Հասկանում եք։ Բայց Տերը կանչել է մեզ, որ փոխի։ Ես ուզում եմ ասել, ուրախությամբ եմ անում, ուրախությամբ։ Եվ վերջում է ձեռքս բարձրացնում եմ, ասում եմ, փառք ես Տեր, քո տվածից տվեցի քեզ։ Ոչ մեկին չի պարտադրում, ոչ մեկը չի հաշվում, ոչ մեկը չի նայում։ Բայց ես Տիրոջ առաջ եմ կանգնած։ Ամեն, ամեն։ Փառք Տիրոջը։ Իմ Աստվածը չի փոխվում։ Մեր Տեր Աստվածն անփոփոխ է։ Նրա խոսքերը, խոստումները, նրա սրբությունը, բարոյական օրենքները, ոչինչը չի փոխվում։ Եթե մեկ Աստծո խոսքը արդեն ասեցի, որ եթե միայն մենք լսում ենք եկեղեցում, դա չի կարող են հիմքը դառնալ, որի վրա ամուր շենք կառուցվի։ Իմ հավատքի վրա քո հավատքի շենքը չի կարող կառուցվի։ Քո հավատքի վրա պիտի կառուցվի։ Քամիները որ կան, քո հավատքի շենքը առանցին պետքա փորձարկեն, ինն էլ առանցին փորձարկեն։ Եվ այն ինչ որ Աստծո խոսքի վրա է հիմնված, նա կմնա։ Իսկ ինչ որ Աստծո խոսքի ժայռի վրա չի հիմնված, նա կքանդվի։ Նաև պիտի իմանանք, որ Տիրոջ նպատակն է անփոփոխ։ Տիրոջ նպատակը անփոփոխ է։ Քո նկատմամբ Տիրոջ ունեցած նպատակն անփոփոխ է։ Նա երբեք չի փոխելու։ Ռոմացիների թուղթն ասում է, զղջում չունի, Տիրոջ խոստումները զղջում չունեն։ Աստված ասել է, նա քեզ տվել է տաղանդ, այդ տաղանդը քեզանից չի վերցնի, մինչև այն օրը, որ քեզանից հաշիվ պահանջի։ Հիմա շատերը կան, Տիրոջից տաղանդները ստացել են, տարել են ապահով թաղել են ու իրանց համար ֆրֆռում են ներողություն։ Աստված հետ չի վերցրել, քանի դեռ չի եկել այն օրը, որ Աստված քեզանից հաշիվ պահանջի, գնա շուտ, հանի այնտեղից օգտագործի, շահով տուր։ Այնտեղա չի կորել, հավատա, Սուրբ Գիրքն է պնդում։ Չի կորել։ Աստված իր տվածը հետ չի վերցնում, Աստված իր տվածի հաշիվը պահանջում է, անպայման։ Ամեն։ Եթե դու քրիստոնյա ես դարձել եւ ճանաչում ես Աստծուն, իմացիր նաև Աստծո նպատակը քո կյանքի համար, կհարցնես, թե ինչպես իմանամ, սիրով կպատասխանեմ քեզ։ Փնտրի եւ քթի այն Աստվածաշնչի մեջ, ուրիշ տեղ ման մի արի։ Ոմանք գալիս են հովի մոտ ասում են, հովի վասա ինչ նպատակ, որն է իմ նպատակը։
Հովիվն Աստված չի, որ իմանա Աստված քեզ ինչ տաղանդներ ա տվել։ Հիմա կներեք շատ կոպիտ բան մի արեք, թե հա ուր ա տանում։ Աստված քեզ 1 միլիոն դոլար փող ա տվել։ Եվ Աստված նպատակ ունի, որ դու տանես որբանոցներին բան անես։ Ես ինչ իմանամ, դու ունես թե չէ։ Հասկանում եք։ Կամ Աստված քեզ այնպիսի շնորհ ա տվել։ Ասեմ, ես կարծում եմ, այստեղ մարդիկ կան այդտեղ նստած, որ շատ կարող են օգուտ բերել այստեղ կանգնելուց։ Բայց չեն անում։ Եթե անգամ մի քիչ էլ լավ կրթված երաժիշտ են, կքննադատեն, այս ֆալշ արեց, ֆալշ։ Մենք այնքան կարիք ունենք, որ դու գաս, առանց ֆալշի նվագես։ Հա, ֆալշ երգեց։ Այնքան կարիք ունենք, որ այդ քո չքնաղ ձայնով այստեղ միանաս ու Տիրոջը երկրպագենք։ Աստված հաշիվ է պահանջելու քեզանից։ Դա դու նպատակի մեջ ես։ Նպատակը պիտի չմոռանաս։ Աստված ցանկացած մարդու, ով ուզում է իմանալ եւ անել Տիրոջ կամքը եւ նպատակին հասնել, տալիս է եւ իմաստություն, եւ ցանկություն, եւ Աստծո խոսքն անելու կամք։ Գրված է, ներգործում է թե կամենալը, թե անելը իր հաճության պես։ Փիլիպպեցիս 2:13-ում գրված է, որովհետև Աստված է, որ ներգործում է մեր մեջ կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես։ Ամեն, ամեն, ամեն։ Առաջի Պետրոս 5:6-7-ում գրված է. Խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեր ժամանակին բարձրացնի։ Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգս է տանում ձեզ համար։ Ալելույա։ Էս ինչ չի կարդացիր, որ իմանաս Աստված անփոփոխ է նաև այստեղ։ Քեզ համար հոգս է անում։ Քեզ համար Աստված միշտ հոգս է անում։ Երբեմն դու ազատվում ես ու չիմանալով, թե ինչպես ես ազատվել քո հոգսից։ Աստված հոգս է անում քեզ համար։ Փառք Տիրոջը։ Աստված բոլորին է օրհնում, տալիս է հացը հանապազորյա։ Աստված Հագարին անապատում ջրի աղբյուր բացեց։ Աստված ջուր բխեցրեց անապատում Իսրայելի համար։ Աստված ագրավներին հրամայեց Եղիայի համար հաց եւ միս տանեն։ Այդ նույն Աստվածն է այսօր մեր Աստվածը։ Աստված մեզ ապահովողն է, Եհովա Իրեհն է։ Նա գիտի ինչպես լրացնի ամեն տեսակ կարիք, երբ վստահում ենք իրեն։ Աստված, որ հոգ է տանում, Աստվածաշնչի հերոսների համար, այսօր հոգ է տանում մեզ համար, եթե մենք վստահում ենք իրեն։ Աստված, որ լսեց Ռեբեկային, Ռաքելին, հիշում եք նրանց աղոթքը, մեկը երեխա չեր ունենում, գնաց, ասավ ինձ երեխա տուր, թե չէ կմեռնեմ։ Ասավ ես խոմ Աստված չեմ, որ ինձանից երեխա ես ուզում։ Եվ Ռաքելը գնաց Տիրոջ մոտ գրված է։ Գնաց ասավ իմ հետ ինչ-որ բան ա տեղի ունենում, սա ինչ կնշանակի, և Տերն ասավ շատ լավ բան կնշանակի, քո որովայնում երկվորյակներ են։ Աստված հոգ է տանում, ձեր խնդրելուց առաջ ձեր հայրը գիտի, թե ինչի կարիք ունեք դուք։ Դրա համար սովորեցնում էր, առաջ խնդրեք երկնքի արքայությունը և նրա արդարությունը, մնացածը կտրվի ձեզ։ Խոստացողը հավատարիմ է, խոստացողն անփոփոխ է։ Ամեն, ամեն։ Մատթեոսի ավետարանի մեջ Հիսուս սովորեցնում էր Մատթեոս 6:25-29 դրա համար ասում եմ ձեզ, ձեր կյանքի համար մի մտահոգվեք, թե ինչ պիտի ուտեք եւ ինչ պիտի խմեք, եւ ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ որ կյանքն ավելին է կերակուրից, մարմինն էլ հագուստից։ Նայեք երկնքի թռչուններին, որ ոչ սերմում են, ոչ հնձում, ոչ էլ ամբարների մեջ հավաքում, ձեր երկնային հայրը կերակրում է նրանց, չէ որ դուք նրանցից ավելի թանկ եք։ Ինչ մեծ հայտնություն է պետք քեզ, որ հասկանաս, որ դու թռչուններից եւ գազաններից լավն ես ու թանկ ես։
Փառք Տիրոջը։ Հիսուսի մասին գրված է. Հիսուս նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան, չի փոխվում։ Եվ ավետարանը մեզ սովորեցնում է նույն Եբրայեցիս թղթում. նայեք հավատի զորագլխին եւ կատարողին Հիսուսին։ Նայենք Հիսուսին ամեն իրավիճակներում։ Այսօր հարուստ ես, վաղը կարող է աղքատ լինես։ Չի բացառվում, այսօր աղքատ ես, վաղը հարուստ լինես։ Այդ փոփոխությունը ոչինչ չի նշանակում։ Այսօր առողջ ես, վաղը կարող ես հիվանդ լինել։ Այսօր հիվանդ ես, վաղը կարող ես առողջ լինել։ Ոչ մի իրավիճակում ձեզ շատ ապահով մի զգացեք։ Ապահով զգացեք, երբ որ կկարչեք անփոփոխ Աստծուց։ Այո, ես գիտեմ, որ ինքը խոստացել է իմ ձեռքից բռնած տանել։ Գոնե ես կարող եմ վստահ ասել, որ այո, երբ որ բոլոր բժիշկները անգամ տնեցիներին ասել էին գնացեք վատ բանի պատրաստվեք, ինչպես տեսնում եք 27 տարի հետո ես դեռ էստեղ եմ։ Ամեն։ Բժիշկները շատ մտերիմ, բարեկամական հարաբերություն ունեցող բժիշկներն ասում են մենք այստեղ անելիք չունենք, գնացեք վատ, ոնց ասեմ, գնացեք դարգաղ առեք։ Բայց դա առայժմ դեռ ինձ պետք չի եկել, մի օր պետք կգա։ Աստված հավատարիմ է։ Այո, որ առողջ ես կարող ես հիվանդանալ, որ հիվանդ ես կարող ես առողջանալ, կարճի Աստծուց։ Առողջ ժամանակդ քեզ սանձարձակ մի պահի, հիվանդ ժամանակդ էլ ընդհանրապես լքված մի զգա։ Տերը քեզ հետ է։ Այո, ասում էր հոգ մի արեք։ Բոլոր իրավիճակներում Աստծո վերաբերմունքը չի փոխվում մեր նկատմամբ։ Ոչինչը նրա վրա չի ազդում։ Ոչինչը։ Նա միևնույն է հոգ տանելու քեզ համար։ Չսիրել են Աստծուն, որ չի նայում մեր ոչ մի բանին։ Գիտեք, դրա մինատյուրը մեր ընտանիքներում կան։ Մեր չարաճճի երեխաներին էլ, անհնազանդ երեխաներին էլ, չարություն անող երեխաներին էլ, բոլորին մենք անկախ նրանից միևնույնը չենք ասում, քանի որ եղբայրը շատ խելոք է մնացել, կոշիկ ենք առնում, իսկ քանի որ դու անկարգ ես եղել, բոբիկ մնա ձմռանը։ Հիսուսն ասում էր, դուք չար լինելով ձեր երեխաներին բարի պարգևներ տալ գիտեք, որքան առավել Աստված, որ անփոփոխ է, բարի է, սուրբ է։ Հալելույա, փառք Տիրոջը։ Աստվածաշունչը նաև մեզ զգուշացնում է, ես զգուշացնելու նոտայով կվերջացնեմ։ Ծննդոց գրքում Աստված ասաց Ադամին և Մադամին։ Ես երբևէ ասել եմ Սեր Ադամին և Լեդի Եվային, բայց Ադամ և Մադամ 2:17-ում ասվում է, բայց բարու և չարի գիտության ծառից մի կեր, որովհետև այն օրը, որ նրանից ուտես, անշուշտ պիտի մեռնես։ Սա էլ է Աստծու անփոփոխ խոսքը ու խոստումը։ Հիսուսն էր զգուշացնում, թե եթե մերժեք իրեն, մեղքերի մեջ կմեռնեք։ Այդ մասին գրված է Հովհաննես ավետարանի 8:24-ում։ Դրա համար էլ ձեզ ասացի, որ ձեր մեղքերի մեջ կմեռնեք, որովհետև եթե չհավատաք, թե ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո որդին է։ Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի փրկիչն է։ Ես հավատում եմ, որ Հիսուսի արյունն է սրբել ինձ ամեն մեղքից։ Ես հավատում եմ, որ Հիսուս մեռավ իմ մեղքերի համար եւ հարություն առավ ինձ արդարացնելու համար։ Եվ ես նաև խոստանում եմ հավատարիմ լինեմ այս սիրուն, այս անփոփոխությանը։ Նաև Հռոմացիս 6:23-ում կարդում ենք, որովհետև մեղքի հատուցումը մահ է, իսկ Աստծո պարգևը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Անփոփոխ է։
Եթե դու շարունակ մեղք ես գործում, մեղքի վախճանը մահ է, մեղքի վարձքը մահ է։ Իսկ Աստծո ձրի շնորհքը հավիտենական կյանք Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այո, մինչև այստեղ հիանում էինք, որ Աստված անփոփոխ է եւ տալիս է ամեն բան, բայց Աստված անփոփոխ է նաեւ իրեն մերժողներին, իրեն չհավատացողներին, իրեն մերժելու, չհավատալու, չնազանդվելու, հնազանդվողներին պատժելու գործում է հավատարիմ եւ անփոփոխ։ Աստված երբեք չի ստում, Աստված երբեք չի խաբում, թե լավ խոստումները, թե վատ խոստումները Աստված կատարում է։ Ամեն։ Փառք Տիրոջը, մեր Աստվածը անփոփոխ Աստված է, օրհնյալ լինի նրա անունը։ Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ իր հետ լինեն, իսկ մերժողներին դատապարտում է հավիտենական մահվան։ Մի մերժեք Աստծուն։ Այսօր դուք Տիրոջ խոսքն եք լսում։ Տերն այսօր ամեն մեկիդ ձեր բաժին խոսքը փոխանցեց, ես հավատում եմ։ Որովհետև մենք պատահական չենք հայտնվում այստեղ, եւ Տիրոջ խոսքն էլ պատահական չի, որ հնչում է այստեղ։ Այո, այն ես որ վերցնում եմ գիրքը կամ վերցնում եմ գրիչը ուզում եմ ինչ-որ բան գրեմ, ես չգիտեմ ինչա պետք քեզ, բայց Աստված գիտի ինչա քեզ պետք։ Ինչպես ուղղորդի, ինչ ասեմ, երբեմն մարդիկ մոտենում են ասում են Ռուբիկ եղբայր, ինչ որ ասեցիր, ինձ համար ասեցիր։ Ես չգիտեմ ինչ ասեցի։ Աստված ինչ տվեց, այն ասեցի։ Բայց դու հետևություն պետք է անես։ Կանգնենք աղոթքի։ Մենք երկրպագելու ենք անփոփոխ Աստծուն։ Մեր երկրպագությունը պիտի լինի անփոփոխ։ Երբեք պիտի չփոխվի մեր երկրպագությունը։ Երբեք պիտի մեր աղոթքը չփոխվի։ Երբեք մեր պաշտամունքը պիտի չփոխվի, որովհետև մենք ծառայում ենք անփոփոխ Աստծուն։